Կարող է հորմոնների կամ սթրեսի պատճառով որովայնը փքվել։ Այո, հիմա շատ խոսում են գաստրոենտերոլոգները այդ թեմայի մասին, եթե մեր մոտ ստրեսային ֆոնը շատ ուժեղ է, մեր մոտ կա փքվածություն, որի հետ պետք է բնականաբար աշխատել, հետո նոր անցնել։ Որովայնի փքվածության պատճառները շատ են։ Դա կարող է լինել նաև հենց սնունդը, դա աղիների ոչ նորմալ գործերը։ Բնականաբար արդեն ամեն մեկը պետք է իմանա ինչ սնունդ ընդունի, ինչն է պատճառ կարող է հանդիսանալ իր օրգանիզմի համար։ Մեկի մոտ կարող է լինել դա գլուտեն անտանելիություն, մեկի մոտ կարող է լինել լակտոզ անտանելիություն, կամ կարող է դրանցից ոչ մեկը չլինել, ուղղակի ստրեսային ֆոնը բարձր լինել, հա։ Կամ կան մթերքներ, որոնք փքվածություն են առաջացնում, եւ կամ դրանց չարաշահումը կարող է փքվածություն առաջացնել։ Ուրեմն սննդակարգը կարևոր է հարթ որովայն ունենալու համար։ Միանշանակ պետք է սնվել բալանսավորված, չբացառելով այս կամ այն սննդամթերքի խումբը։ Բալանսավորված դա պետք է լինեն առողջ սպիտակուցներ, պետք է լինեն ածխաջրեր եւ պետք է լինեն բանջարեղեն անպայման։ Եվ բնականաբար մրգերը չբացառել, որովհետեւ շատերը ասում են մրգերը դա շաքար է կամ մրգերը փքվածություն են առաջացնում, 6-ից հետո պետք չէ ուտել եւ այլն, բայց բոլորը պետք է ուտել չափավոր եւ այդ ժամանակ արդեն խնդիր չեն ունենա։